Հավատում եք, որ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը կկարողանան հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ժողովուրդը պիտի հեռացնի, ոչ թե նրանք։ Նրանք անհատ անձիկ են, նրանք չէ, ժողովուրդը։ Ու ես շատ կուզենայի, որ 100%-անոց Նիկոլել չլիներ։ Դավաճան վասակի սերունդի շարունակությունն ենք։ Հավատում եմ։ Անշուշտ կհեռացնեն, կարծիքն ունեմ ես։ Բայց ցանկանում եք, որ հեռացնեն։ Այո, ցանկանում եմ, որովհետև բավ է, 5000 զոհ ունեցանք, 10000 վիրավոր, հողերի հանձնում, Արցախի հանձնում, կուշտ ենք Իրանից։ Ոչ։ Ոչ, չեմ հավատում, ինչու չեմ ասելու, բայց չեմ հավատում։ Բայց ցանկանում եք, որ հեռանան։ Ես ցանկանում եմ, որ խաղաղություն լինի Հայաստանում եւ վերջապես նորմալ երկիր դառնա։ Այս իշխանության հետ կկարողանանք խաղաղության հասնել ու նորմալ երկիր դառնալ ձեր կարծիքով։ Չեմ կարծում։ Իսկ ինչպես պիտի ազատվենք այդ իշխանություններից, Այդ թող ընդդիմությունը մտածի։ Դա նրանց գործն է։ Ոչ թե ճոռո խոսան, դատարկախոսությամբ զբաղվեն։ Եթե իրականում կարող են ինչ-որ բան անեն, թող անեն։ Իսկ խոսալը բոլորը գիտեն։ Սիրուն գեղեցիկ խոսքեր։ Բոլորը կարող են ասեն։ Ուզում է դիմություն լինի, ուզում է անդիմություն լինի։ Ոչ։ Ինչու՞։ Չգիտեմ, ոչ։ Մանկամիտ հարցեր ինձ չտան։ Եթե միանան, հնարավորություն կա, բայց կասկածում եմ միանալը վրա։ Իսկ ուզում եք, որ հեռանա Փաշինյանը։ Հա։ Ինչու՞։ Ես չգիտեմ, բոլորը լավ բան են տեսնում, ես ոչ մի լավ բան չեմ տեսնում այս պոլիտիկայի մեջ, որը ինքը վարում է։ Ճիշտն ասած, ես չեմ կարող ոչ մի բան ասեմ, մեկ այ ասելը ոչ մի Բայց իմաստ։ հավատում եք, որ իրենք կկարողանան դա անել։ Կարող է, ամեն ինչ հնարավոր է։ Բայց ուզում եք, որ հեռացնեն Փաշինյանին։ Իհարկե։ Ինչու՞։ Դե արդեն դուք լավ գիտեք։ Չէ, ոչ մի հույս չունեմ։ Դժվարանում եմ ասել, բայց իհարկե շատ անցանկալի տարբերակը Հայաստանի ապագայի համար։ Կներեք, ինչպես։ Ինչու, որովհետև այդ խումբը նրա գործունեության արդյունքը մենք տեսել ենք ու այն ինչ որ մենք հիմա վայելում ենք, դա ի շնորհիվ նրանց է եւ դրա համար նույն սխալը, այսինքն ժողովուրդը այն ժամանակ այդ ուժերից եւ ոչ մեկին ժողովուրդը չի ընտրել։ Չեմ կարող ասել ժողովուրդը սխալվել էր, ոչ, նրանք երբևիցե ընտրված չեն եղել արդար ձևով, իսկ իրանց գործունեության արդյունքը մենք բոլորս հիմա այսպես ասած վայելում ենք։ Դուք ձեր ասածին հավատում եք, դա абսուրդ է, դա մի հատ պարոդիա է, որը կարելի է որպես անեկդոտ պատմել։ Մի հատ ռուսական лав խոսք կա, смоктонака нет, то ты командует парадом։ Եվ հետո Փաշինյանը, Փաշայանը, ես ան Փաշայան եմ ասում, որտեղ նա իրան Փաշայի պես է պահում։ Նա հրաշալի հասկանում է, որ եթե հանգարց չդարձավ վարչապետ, նա շատ խնդիրների առաջ կկանգնի։ Այնպես որ ոչ Սամվել կա ոնց էր, ոչ նա, ոչ Քոչարյանը, ոչ ոք չեն կարող ոչինչ անել։ Հետո Քոչարյանը вообще-то խելացի մարդ է, ապուշ բաներ չի անի, նա հազիվ է պրծել գլխացավանքից։ Հիմա նորից իր գլուխը կողի գլխացավանքի մեջ։ Ապուշ չի դες բան անի։ Եվ հետո գիտեք մի հատ sense բան կասեմ ես։ Համաձայն Դարվինի տեսության ուրեմն կապիկից մարդը էվոլյուցիոն process-ի ընթացքում ձևափոխվել է, մարդու կերպարանք է ստացել, բայց ագահությունը նրան դարձրել է հրեշ, հասկանում եք, այնպես որ Փաշայանը հազիվ է տեսել, թե քաղցրությունը ինչ է, պաշտոնի քաղցրությունը, նա 10 պետով ծեծես նա չի գնա, եւ հետո եթե նա ինքնասիրություն ունենար, իրոք ինքնասիրություն ունենար, այդքան որ խոսում են նրա մասին, այդքան там YouTube-ով и тому подобное, ինչ ասում են, նա պետք է սուսուփուս թողել հեռանալ, բայց նա երբեք չի գնա, երբեք։ Եվ հետո գիտեք ինչ, մի բան էլ ասեմ ու վերջացնենք, մարդու ախորժակը ուտելուց է բացվում,
Հասկանում եք։ Իսկ սոված մարդը կյանքում չի կշտանա։ Սա ինձ, սա տղայիս, սա չգիտեմ թորնիկիս, սա նրան։ Այնպես որ բացարձակապես ոչինչ չի փոխվի, քանի դեռ պարոն Պուտինը դա չի ցանկանում։ Երբ պարոն Պուտինը դա կցանկանար, աշանը պրոբկի պես կթռնի։ Անց կսարքեն գլխին ինքն էլ կզարմանա ոնց արեց։